Եթերում երկխոսության լսարան հաղորդաշարի հերթական թողարկումն է ողջույն։ Ներքին մարտահրավերների շուրջ զրուցելու եմ նժար սահմանադրական շարժման առաջնորդ Նինա Կարապետյանցի հետ։ Ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Խոսենք իրավապաշտպանությունից, քաղաքականություն ձեր անցնելու մասին։ Դուք երկար տարիներ զբաղվել եք մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ հիմա քաղաքականություն։ Երբ ինչու զգացիք, որ իրավապաշտպանական գործիքակազմը սպառել է իրեն եւ ձեր պայքարի համար անհրաժեշտ է ներգրավվածություն քաղաքականության մեջ։ Համեցեք։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար, ուրախ եմ Գյումրիում լինելու հերթական անգամ։ Շատ եմ սիրում Գյումրի մեր մեջ ասած։ Շատ ճիշտ եք ասում, ես երկար տարիներ զբաղվել եմ իրավապաշտպանությամբ եւ դա իմ կարծիքով լավագույն ոլորտն էր, որտեղ ես ինձ առավելագույնս կոմֆորտ եմ զգում եւ շատ ներդաշնակ եմ զգում, որովհետեւ իրավաբանի մասնագիտությունը ինձ թույլ էր տալիս իրականացնել, մասնակցել այդ թվում նաև որպես փաստաբան, որպես իրավապաշտպան տարբեր գործառույթների, տարբեր գործերով, տարբեր process-ների եւ զուգահեռաբար հնարավորություն ունենալ հանդիպել օրինակ դիվանագիտական կորպուսի հետ, այսինքն տարբեր բնույթի, տարբեր գործիքակազմեր օգտագործելով փորձել օգտակար լինել պետությանը, որովհետեւ քաղաքացիական հասարակությունը ամենակարևոր բաղադրիչներից մեկն է պետության ներսում, որովհետև պետությունը դա իշխանությունը չի, որովհետև իշխանությունը դա պետության մի փոքրիկ մասն է, շատ փոքրիկ դետալն է։ Ցավոք սրտի ստացվեց մի իրավիճակ, որ 18 թվականից հետո քաղաքացիությունը գնալով սկսեց թուլանալ եւ այն ազդեցությունը, որը ուներ մինչև 18 թվական, այդ հզոր կայացած կառույցը, թվում էր թե կայացած կառույցը, ցավոք սրտի փլուզվեց եւ մենք ունեցանք մի իրավիճակ, որտեղ իրավապաշտպանի գործիքակազմը, քաղաքասարակության ներկայացուցիչի գործիքակազմը այլևս բավարար չէ ստանալ այն պրոդուկտը, որի կարիք ու անհրաժեշտություն ունի մեր պետությունը, մեր հասարակությունը, մեր ժողովուրդը, մենք բոլորս։ Իսկ ձեր կարծիքով 2018 թվականին չկատարված արդարության եւ իրավահավասարության ոլորտի բարեփոխումները ինչպես են ազդել հետագա քաղաքական եւ սոցիալական զարգացումների վրա։ Շատ պարզ, որովհետեւ մենք ստացանք իշխանություն, որը հակավ սուպերվարչապետական ուրիշի հակով կարած կոստյումը, շատ գեղեցիկ տեղավորվեց այդ համակարգի մեջ, որը խոստումներ տվեց հասարակությանը բարեփոխել ոստիկանությունից միջև դատարան, տնտեսությունից միջև, չգիտեմ, մնացած բոլոր ոլորտները, բայց կրթություն եւ այս բոլոր ոլորտներում բառացիորեն չարեց ոչ մի դրական գործողություն չարեց, այսինքն գործողություն, որը բարիք կստեղծեր այս պետության համար։ Ու ես այն ժամանակ էի դեռևս ասում, որ եթե այս իշխանությունը չի գնում էական բովանդակային փոփոխությունների, դա նշանակում է միայն մի բան, որ կգա ժամանակը եւ իր գործողությունները կամ ինքն իրեն ապահովելու համար ինքը օգտագործելու է նույն ոստիկանությունը, նույն գործիքակազմը, նույն բռնություններով, նույն հետապնդումներով, նույն դատական համակարգը, պատվերով հրահանգներ կատարելու, նույն դատախազությունը պատվերով գործերը կարճելու կամ գործեր յուրայինների նկատմամբ քրեական գործեր չի հարուցելու եւ ցավալիորեն հազար անգամ ամեն անգամ ասում եմ մեծ ցավով եմ ասում սա։ Մենք տեսանք, որ այդ կանխատեսումը իսկապես տեղի ունեցավ եւ համակարգը ուղղակի այս իշխանությունը տեղավորվեց այդ կոստյումի մեջ, այս համակարգի մեջ եւ ամբողջությամբ օգտվում է բարիկներից, բայց այս այն բարիկներն են, որոնք չեն կարող քանի որ սրանք արժե համակարգի արժեքների վրա հիմնված չեն, սրանք հակառակ էֆեկտներ են տալու։ Այս իշխանության հեռանալուց հետո իրանք կտեսնեն այդ համակարգի չբարեփոխված համակարգերի պերճանքն ու թշվառությունը ամբողջ ծավալով կտեսնեն ու կզգան իրենց մաշկի վրա։ Ես շատ վատ կանխատեսումներ այստեղ կարող եմ անել։ Երբ որ նախորդ իշխանություններին մենք ասում ենք շտկեք վիճակը բանտերում, իրենք քմծիծաղ են տալիս։ Հետո երբ որ հայտնվեցին բանտերում, ասում են ինչ պահման պայմաններ են։ Երբ որ նախորդ իշխանություններին ասում ենք, որ ոստիկանությունը չի կարողան համաչափ ուժ կիրառել, ասում են շատ ճիշտ է, ամեն ինչ նորմալ է։ Այսօր երբ որ իրանք միտինգներ են անում ու ոստիկանությունը իրանց նկատմամբ արդեն բռնություն է կիրառում, իրենք շատ վրդոված գալիս ասում են, ապա տեսեք ինչ են անում ոստիկանությունը։ Նույն տրամաբանությամբ դատարանները, ասում տեսեք, դատարանները անարդար դատական ակտեր են կայացնում։ Այո, պարոնայք, որովհետև եւ տիկնայք, որովհետև որպեսզի ինքը արդար դատարան լիներ եւ արդար ոստիկանություն էր։ Դուք պիտի սրանից 10-15 տարի առաջ սկսեիք այդ բարեփոխման process-ները։ Նույնը ասում եմ Նիկոլ Փաշինյան, դու եւս անցնելու ես, այո, դու եւս անցնելու ես այս process-ով եւ դա անխուսափելի է լինելու։ Մենք մի անգամ պիտի ունենանք
իշխանությունների դատավարություն իրենց գործնեության հետ կապված։ Մի անգամ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պիտի տեսնի եւ հաջորդի եկող իշխանությունները պիտի աչքի առաջ ունենան դատավարություն, որտեղ իշխանությունները պատասխանատվություն են կրում իրենց հանցավոր գործնեության համար։ Դա պարտադիր պայման է լինելու։ Այնպես որ, բայց ամեն ինչ լինելու է հաշտ, համերաշխ, ես վստահ եմ դրանում, որ մենք գնալու ենք սահմանադրական ճանապարհներով, ուղիներով ու գործիքակազմերով, որովհետև Հայաստանում այլևս երբեք չպիտի կրկնվի այն, ինչով մենք անցել ենք այս 35 տարիների ընթացքում։ Եկեղեցու ներսում կատարված իրադարձությունների մասին, նաև իհարկե հիշատակենք նաև դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցածը, ինչպես նաև Մայրաթոռում կարծես թե երկու հակընդդեմ հավաքեր տեղի ունեցել, ինչպես եք վերաբերվում այդ երևույթին եւ 10 եկեղեցականների պահանջին, որպեսզի կաթողիկոսը հրաժեշտ տա իր գահին։ Այսպես ասեմ, ես եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների պահանջներին միջամտելու հնարավորություն եւ իրավունք չունեմ, որովհետեւ դա եկեղեցու ներքին գործն է։ Քննադատություն ունեմ, որովհետեւ երբ դու ունես այնքան խնդիրներ, երբ դու այնպիսի կյանքով ես ապրել, որ դարձել ես թիրախ, դարձել ես խաղալիք ու քեզ կարողանում են կամպրամատներով քո եղբայրների, որովհետև եկեղեցում արքեպիսկոպոսները, եպիսկոպոսները ուղղակի մարդիկ չեն, որոնք 9-ից 6-ը գալիս են աշխատանքի, դա եղբայրություն է, դա դուք օծված մարդիկ եք, դուք մոծվել եք այն Միրոնով, որով որ օծել են ամենաառաջի քրիստոնյաները, հասկանում եք, հայ առաքելական եկեղեցու ստեղծման պահից ու մինչև այսօր անընդհատություն ունի այս process-ի մեջ։ Դուք այդ Միրոնով օծված եք։ Իրանց այնպիսի կյանքով են ապրել, որ չեն կարողացել իրանց մեջ ուժ գտնել, գալ ասել Ժորժ ջան, ներողություն ենք խնդրում, բայց մենք մեղավոր ենք եղել, մենք հեռանում ենք, մենք ապօրինի հրահանգները չենք կատարելու։ Աստված իրանց հետ, իրանք իրանց պատիժը կստանան, դա մեր քննարկման հարցը չի։ Ինչպես է գնահատում եկեղեցու ներգրավվածությունը քաղաքականության մեջ։ Բայց վերադառնալով մյուս հարցին, շատերն են նշում, այդ թվում նաև քաղաքասարակության որոշ ներկայացուցիչներ ասում են, որ հակընդդեմ երկու հավաքներ տեղի ունեցան, դրանք հակընդդեմ հավաքներ չեն, որովհետև մի մասը եկել էր մասնակցելու իր կրոնական հավատամքներին համաձայն կրոնական ծեսերին էր եկել մասնակցելու, իր եկեղեցուն սատարելու էր մասնակցելու եկել, իսկ մյուս կողմը եկել էր սահմանադրությունը, միջազգային կոնվենցիաները խախտելով եկել էր միջամտելու կրոնական կազմակերպության գործունեությանը։ Դա կոչվում է միջամտություն, խաթարում process-ների, կրոնական process-ների։ Նիկոլ Փաշինյանի սատարողներին, այդ եպիսկոպոսների սատարողներն են մարդիկ, ովքեր եկել են եւ բառացիորեն խուլիգանական վարք են դրսեւորել կրոնական կազմակերպության սեփականություն հանդիսացող տարածքում, կրոնական կազմակերպության ներսում փորձեցին մտնելու դուրս գալ ու մնացած այս բոլոր process-ները։ Այնպես որ մի կողմում դա հակադիր, որտեվ հակադիրը դա ուրիշ է։ Դե մյուս կողմում է մյուս քաղաքական ուժերն էին։ Եկեղեցին դա ցանկացած կրոնական կազմակերպություն, միայն հայրաքելական եկեղեցու մասին չի։ Երբ որ կան մարդիկ, ովքեր հավաքված են ինչ-որ գաղափարի շուրջ եւ կիսում են այդ գաղափարները, գալ միջամտել այդ process-ին, գալ հարցակում տեղի ունենալ սեփականություն հանդիսացող այդ շենքերի, շինությունների վրա, գալ փորձել իրանց այդ process-ները, այդ կանոնական process-ներին միջամտություն անել, ինչ որ մարդկանց հանել, ինչ որ հոգեվորականների հանել, հրավիրել դուրս, ինչ որ բան, դա հանցագործություն է, դա միջամտություն է, դա անթույլատրելի է։ Մարդիկ ունեն խղճի ազատություն։ Եվ մի հարց էլ տվեցիք նախորդ հարցում 7 վերքի հետ կապված, ես անպայման ուզում եմ սրան անդրադառնալ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը շատ երկու տարբեր պատերազմներ էին տեղի ունենում։ Աստված ջան, հա, շատ վատ ճանապարհով է գնում եւ սա ինքը պիտի հասկանա, որ սա չի կարող անարձագանք մնալ։ Ես իսկապես ամբողջ հույսս մեր ժողովրդի հանգստության, ողջամտության եւ կրոնական կազմակերպությունների, տվյալ դեպքում հայ առաքելական եկեղեցու իմաստության վրա է հույսս եւ երևի թե Աստծո վրա է հույսը, որտեվ Նիկոլ Փաշինյանի վրա էլ հույս դնել չկա որպես իշխանություն։ Ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, եթե հիշում եք մի փոքր հետ գնալով, Նիկոլ Փաշինյանը եւ իր աջակիցները Եռաբլուրում սպանված զինվորների ծնողներին բռնության ենթարկելով եկան
ու Նիկոլ Փաշինյանի sense հաղթական այդ արշավը դեպի Եռաբլուր կազմակերպեցին, այնտեղ ծափահարելով, ողջունելով վարչապետին։ Դա մի պղծություն էր։ Մյուս անգամ դեկտեմբերի 7-ին գյումրեցիների համար, այս տարածաշրջանում ապրող մարդկանց համար իսկապես ամենածանր օրերից մեկն է, որովհետև ինչքան ժամանակ էլ անցնի, մենք բոլորս ունենք հարազատներ այստեղ կորցրած ու դա մարդկանց համար անձնական վշտի ու տառապանքի օր է, հիշատակման օր է, եւ դու գաս մտնես այն եկեղեցիներից մեկը, որը առանցքային եկեղեցիներից մեկը գաս կապարակնքան բացես, մտնես ու շրջիկ ինչ որ խումբ բերես հետդ, որ այնտեղ արարողություն անեն, որովհետև տեղի հոգևորականները հասկանալով թե ինչա կատարվելու հրաժարվում են բանանել, դա երկրորդ պղծությունն էր։ Երրորդ պղծությունը հրաժարվեցին, որ կաթողիկոսի անունը չհնչեցնեն, որովհետև դա կանոնակարգն է։ Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը դա է, ու կներեք, դա մի քանի 100 տարվա, 1700 տարվա պատմություն ունի։ Կունենա կաթողիկոսը հրաժարական տալու, որպեսզի այս բևեռացումը, առճակատումը ել ավելի չխորանա։ Ես երբեք չեմ եղել ներկայիս գործող կաթողիկոսի մոլի երկրպագուն, անկեղծ ասած Վազգեն առաջինից հետո որևէ մեկի երկրպագուն չեմ եղել, բայց միջամտությունը տվյալ դեպքում այդքան էլ ճիշտ չեմ համարում։ Ես կարծում եմ, որ եկեղեցին իր 1700 տարվա պատմությունը, դժվարությունները, փորձառությունը, որ ինքը անցել է տարբեր ասպատակումների արդյունքում, հա, տարբեր խնդիրների արդյունքում, ես կարծում եմ, որ իրենք կարողանան գտնել լավագույն լուծումը, որ լուծումը ընդունեց հայ առաքելական եկեղեցին, ինձ համար որպես հետևորդի, որպես այդ եկեղեցում մկրտված մարդ, ինձ համար ընդունելի է լինելու, ես դա չեմ քննարկելու։ Բայց նորից ես հիացած չեմ գործող կաթողիկոսով։ Վերջին, հա, հարցազրույցներում ասել եք, մենք տալիս ենք վերջին պայքարը, ում հետ եք պատրաստ համագործակցել այդ պայքարը, հա, այդ պայքարում եւ արդյոք հնարավոր է համարում համագործակցությունը այն ուժերի հետ, որոնց դեմ պայքարել եք տարիներ շարունակ։ Հետաքրքիր հարց էր, չէ՞։ Տեսեք, կարող եմ միանշանակ ասել, ում հետ չենք համագործակցելու։ Դա այսօրվա ազգային ժողովում եղած խմբերն են, թիմերն ու կուսակցությունները, ինչու, որովհետև պատասխանատվություն է կրում ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը, որովհետև ընդդիմությունը եւս ունի որոշակի լծակներ այդ process-ների վրա ազդեցություն ունենալու համար եւ բառացիորեն ոչինչ չարվեց, իսկ առանձին դեպքերում մեղմ ասած տպավորություններ, որ պասերով են խաղում, հա, լավ ֆուտբոլային թիմ են, մեկը մյուսին պասեր տալով աշխատում են եւ քանի որ մեր հասարակությունն էլ մեր ժողովուրդն էլ բազմիցս մերժել է նրանց, ովքեր որ այսօր ազգային ժողովում են, հավասարապես մերժել է բոլորին, դեպետ իրենք դա չեն ուզում ընդունել, սկզբունքորեն չեն ուզում դա տեսնել, ու դա իրանց խնդիրն է։ Հետևաբար մենք որպես ժողովրդի շահերը ապագայում ներկայումս եւ ապագայում, անցյալում, ներկայում եւ ապագայում ներկայացնող ուժ մենք պատրաստ չենք իրենց հետ համագործակցելու։ Մնացած բոլորի հետ մենք ունենք շատ այսպես շատ խիտ հանդիպումների ծրագիր, մենք հանդիպում ենք անգամ մարդկանց հետ, ում հետ գուցե այլ պարագայում չենք հանդիպի, ինչը հաճախ հարցնում են, կան մարդիկ, ովքեր ասում են, օրինակ Նինայի հետ երբեք չենք համագործակցի, ասում ճիշտ ասած դեռ չեմ լսել, բայց կարծում եմ, որ ինչ որ ժամանակ առաջ գուցե կլինեին մարդիկ, ում մասին ես կասեի, որ ես իրենց հետ ճանապարհ չեմ անցնի, բայց ես հիմա հասկանում եմ վիճակի լրջությունը։ Մենք ունենք այնպիսի խնդիրներ, որոնք չլուծելու պարագայում մենք իսկապես անկում ենք ապրելու, պետականության կորուստ ենք ունենալու մի խոսքով, որովհետև ձևական առումով ունենալ Հայաստանի Հանրապետություն պետություն, բայց իրականում դա լինի failed state, գոյություն չունեցող պետություն, դա սարսափելի բան է, եւ մենք իրավունք չունենք որպես մի սերունդ, որը անհաշվելի թվով կռիվ է տվել ամեն ինչի համար, խոսքի ազատության համար տվել է, լրագրողների համար կռվել ենք, քաղբանտարկյալների համար կռվել ենք, ասենք էկոլոգիական խնդիրների համար, քաղաքաշինական խնդիրների համար, ամեն ինչի համար կռիվ տված, դժվար մութ ու ցուրտ տարիներ են անցել, ի վերջո մենք այս ժամանակ ուսանող ենք, տենց շատ վատ պայմաններում սովորել ենք, ավարտել ենք, աշխատել ենք, պայքարել ենք, ես գտնում եմ, որ մեր սերունդը իսկապես իր վրա պիտի պատասխանատվություն վերցնի, լավ խոսք է, ժողովրդական ասում է, ինչ անում ենք երեխեքի համար ենք անում, այլ մենք իսկապես երեխեքի համար ամեն ինչ պատրաստ ենք անել, այն մի անգամ վերջի կռիվը պիտի տանք ու մեր երեխեքի համար հիմքեր ստեղծենք նորմալ պետականություն ունենալու համար, որովհետև մարդը, գիտեք,
դու կարող ես տալ քո երեխային լավ հագուստ, լավ, չգիտեմ, սնունդ, լավ կրթություն, լավ մեքենա, լավ տուն, ամեն ինչ լավը լինի, հա, բայց եթե քո երեխան քո հայրենիքում չի ապրում, եթե թողում ու հեռանում է, եթե դու քո թորների կարոտով ես ապրում, եթե դու քո երեխու կարոտով ես ապրում, եթե դու անվտանգությունը քո երեխու չես կարողանում ստեղծել ու ինչ ասեմ, անպատասխանատու գործունեության արդյունքում քո երեխան նահատակվում է, իմաստը ո՞րն է այս ամեն ինչի։ Մի հատ կարևոր հարց կա՝ ստեղծել պետություն, որի պայմաններում պաշտպանված կլինեն մեր երեխաների ապագան, մեր ներկաների եւ ամենակարևորը մեզանից ավելի կարևոր բնականաբար մեր երեխաների ապագան պիտի վստահելի լինի։ Դրա համար մենք ընդամենը 3 խնդիր ենք դրել։ Մնացած հարցերի շուրջ մենք օրինակ պատրաստ ենք քննարկել։ Խնդիր 1. Կառավարման այս մոդելը թույլ է տալի, որպեսզի ցանկացած մեկը գա իշխանության եւ իր կապրիզներով, իր ֆանտազիաներով, իր ծախու հոգով, իր դավաճանական մտքերով կարողանա ինչ ուզենա անի։ Մենք առաջարկում ենք փոխել մոդելը այնպես, որ հատկապես արդարադատություն իրականացնող մարմինները կամ սահմանադրական անկախ մարմինները լինեն անկախ։ Օրինակ, գլխավոր դատախազը պիտի վարչապետին չենթարկվի ու կախվածություն չունենա ընդհանրապես, որ երբ որ վարչապետը հանցագործություն անում, ձեռը բռնող լինի։ Հակակոռուպցիոն մարմինները վարչապետի հետ կախվածություն, կապվածություն պիտի չունենան, դա առանձին մարմիններ պիտի լինեն։ Եվ այն համակարգը, որը մենք առաջարկում ենք, տալիս է վարչապետին լիազորություններ պետությունը կառավարելու մենեջերի դեր կատարելու մեծ իմաստով դրսի եւ ներսի հարցերում մենեջմենտ անել, բայց արդարադատության համակարգը որևէ կերպ չի ենթարկվելու եւ կախվածություն չի ունենալու օրվա վարչապետից եւ դա թույլ է տալու կանխել եւ կոռուպցիան եւ այս հիմար որոշումները, անպատասխանատու դավաճանական որոշումները ու էլի բազմաթիվ process-ներ։ Հաջորդ խնդիրը մենք դնում ենք համապարփակ անվտանգության համակարգի ներդրում, որովհետեւ երկրի անվտանգությունը միայն 18-20 տարեկան զինվորի վրա չի կարող դրված լինել։ Դա ճիշտ չի, դա բարոյական չի, դա նորմալ չի։ Մենք պիտի ամբողջ պետության համակարգը այնպես կազմավորենք, անվտանգության համակարգը, որ ամեն ինչ այս երկրում աշխատի հանուն մեր անվտանգության, այսինքն եւ տնտեսությունը զարգանային հերթին, բայց նաեւ ուղղված լինի մեր անվտանգությանը։ Այս ամբողջ ձևավորված, ձևակերպված փաթեթը պատրաստ է եւ շատ խելացի մարդիկ դրա վրա երկար ժամանակ աշխատել են եւ պատրաստ են մեզ հետ այդ ճանապարհը անցնելու։ Եվ վերջապես թվային կամ թվանշային ավելի ճիշտ ասել պետությունը, որը հնարավորություն կտա կանխարգելել տարբեր հարցեր։ Օրինակ թմրամոլության տարածումը, որը աննկարագրելի չափերի է հասել, երբեք այսպեսի բան չի եղել։ Թմրանյութը դպրոց երբեք չի մտել, սա հնարավոր չի պատկերացնել։ Հնարավորություն կտա խաղամոլությունը, որովհետև մարդիկ, ովքեր իրենց քրտինքով 2 կոպեկ փող են աշխատում, այնպեսի վիճակում են հայտնվել, որ եւ այնպեսի հասանելիություն ունի այդ խաղամոլությունը, հա, որ մարդիկ մի ամբողջ ընտանիքի եկամուտը տանում ու բան են անում, հա, զրոյականացնում են։ Սա կոռուպցիան հնարավորություն կունենա կանխարգելելու։ Այսինքն բազմաթիվ այդ 3 գործիքները հնարավորություն են տալի լայն եւ ամենակարևորը սեփական թվային համակարգ ունենալը հնարավորություն է տալու ապահովել քո թվային անվտանգությունը, քո թվային սուվերենիտետը, որովհետեւ աշխարհը գնում է դեպի թվայնացում։ Եթե մենք չունեցանք մեր համակարգերը, մեր կարևոր բլոկային համակարգերը, մենք վաղը հայտնվելու ենք հիմա արդեն թվային ստրկության մեջ։ Ու կապ չունի այդ թվային ստրկության գլխավերևում կանգնած կլինի Միացյալ Նահանգները, Չինաստանը, որովհետեւ մեկ այլ պետություն, եթե դու չունես քո սուվերենիտետը, դու դառնում ես ստրուկ։ Ես չեմ ուզում, որ մեր երեխաները ապրեն որպես ստրուկ։ Սոցիալական հարցումների համաձայն այսօր որևէ ընդդիմադիր ուժ կամ առաջնորդ չունի ավելի մեծ ժողովրդական աջակցություն, քան ներկայիս վարչապետը, դա փաստ է, բայց եւ զգալի հատվածն էլ մերժում է, հա, չի ուզում։ Այլընտրանքային ուժ, որպես այդպիսին թիմ, դեռևս չի տեսնում ժողովուրդը։ Դուք կարողանաք այդ հատվածը զբաղեցնել։ Մենք անկեղծորեն հույս ունենք եւ այդ ուղղությամբ շատ մեծ աշխատանք է տարվում։ Մենք փորձում ենք աշխատել տարբեր ուժերի հետ, տարբեր խմբերի թիմերի հետ։ Հա, ազատ է տարածքը, բայց մենք պիտի հասկանանք շատ լավ, որ
մեկ ամբողջական թիմ կազմել հնարավոր չի լինելու, դա իրատեսական չի։ Մենք առնվազն պետք է ունենանք մի քանի բլոկ առաջարկներ, ընդդիմության տեսակներ, որովհետև վտանգ կա, որ մեզ կարող են չգրանցել, օրինակ Նիկոլ Փաշինյանը ոնց հասկանում եք եվրոպական միջամտությամբ մոլդովական պրոյեկտները եթե փորձեն անցկացնել, ապա կուսակցությունների մի մասին կամ դաշինքների մի մասին ուղղակի չեն գրանցի կենտրոնական ընտրական հանձնաժողովում, մի մասին կփորձեն հանել process-ից կամ կգրանցեն, բայց հետո քվեաթերթիկները կասեն, որ մասնակցություն ունենալ տարբեր պատճառաբանություններով չեն կարող։ Մի մասի վերաբերյալ քրեական գործեր կհարուցեն, մի մասից կկալանավորեն, մի մասից կդատապարտեն, այսինքն այս մոտակա 6 ամիսը որ կա, բավականին բարդ process է լինելու, եւ մենք փորձելու ենք այնուամենայնիվ պատկերացրեք շատ վճռական են, բոլորում հետ մենք հանդիպել ենք, իսկ մենք հանդիպել ենք շատ line specter, շատ line, անհավանական, ինչպես սկզբում ասեցի, ինձ համար անհավանական նախկինում թվացող սպեկտր մարդկանց հետ, խմբերի թիմերի հետ ենք հանդիպել եւ մենք կարծում ենք, որ յուրաքանչյուրը պիտի իր անձնական ամբիցիաները հետ դնի 10 քայլ հետ դնես քո անձնական ամբիցիաները կամ զրոյականացնես, որովհետեւ շատ ավելի կարեւոր է պետությունը, պետականությունը, քան մեր անձնական ամբիցիաները։ Եթե մեզանից ամեն մեկը հավաքեց, չգիտեմ, 5-10%, դա ոչինչ չի փոխելու։ Մենք պարտավոր ենք գնալ հաղթանակի եւ մենք տրամադրված ենք, իդեպ ասեմ, շատ իզուր են մտածում, որ ընդդիմությունը տենց անկումային տրամադրություններ ունի։ Մենք տրամադրված ենք իսկապես գալ իշխանության, որովհետեւ մենք մեր մղումները իսկապես ոչ թե անձնական, անհատական են, որովհետև ինչ որ մեկը այդ պաշտոնն է ուզում։ Ես ընդհանրապես որևէ պաշտոն չեմ ուզում։ Ես երազում եմ ունենալ այնպիսի պետություն, որից այդ թվում նաև իմ երեխաները ցանկություն չեն հայտնել երբևիցե գնալ։ Վարչապետի տեխնացում, բայց դա այսպես ստիպված վիճակ էր, որովհետև շատ կարևոր էր ընտրել տեխնացու, որը առավելագույն անխոցելիություն կունենա, որը չի ունենա պատճառներ քրեական հետապնդման ենթարկվելու հակակոռուպցիոն մարմինների հետապնդումների, չգիտեմ, ոնց են ասում, ապօրինի գույքի, չգիտեմ, ինչի հետ կապված հետապնդումներ։ Դեպքում մտավախությունը ինչու՞մն էր, որ կարող են չգրանցել կամ հետապնդման ենթարկվեք։ Կմտածեն, իրանք կհորինեն, անհոգ եղեք, այն պայմաններում, այն արդարադատության կամ ավելի շուտ չարդարադատության համակարգը, որը մենք ունենք, անհիշելի ժամանակներից եւ 18 թվականից շարունակվում է, մենք կարող ենք ունենալ շատ անսպասելի գործողություններ։ Բայց հոգեբանորեն բոլորս պատրաստ ենք այդ process-ների եւ ունենք նաեւ պլան A, պլան B, այնց որ Նիկոլ Փաշինյանը շատ երկար ժամանակ է վատնելու բոլորին նստացնելու համար։ Մենք ներկայացնելու ենք, իսկապես ներկայացնելու ենք հասարակությանը ալտերնատիվ ընտրության տարբերակներ եւ ժողովուրդը ուղղակի ինչ որ պահի պիտի որոշի ուզում են այս թիմին, թե այս թիմին, այս ծրագիրը, թե այս ծրագիրը։ Մեր պարագայում մենք ամբողջ հիմքը դրել ենք նրա վրա, որ շատ կարևոր է ոչ թե քայլ արա Մերժի Սերժին կամ Մերժի Նիկոլին, որովհետև դա ոչինչ չփոխեց, ոնց որ հասկացաք, անձի փոփոխությունը ոչինչ ըստ էության երկրի մեջ չփոխեց։ Բայց նկատի ունեին համակարգը։ Այո, մենք որպես ժողովուրդ նկատի ունենք համակարգը։ Այ մենք առաջարկում ենք համակարգի փոփոխությունը, քայլ արա Մերժի Նիկոլին բա հետո համակարգի փոփոխություն, որ այլևս որևէ մեկը միանձնյա այս ամբողջ ժողովրդի ճակատագիրը որոշումներ չկայացնի միանձնյա։ Այնպես որ ամեն ինչ նորմալ է, հնարավորություններ կան, շանսերը կան, բանակցությունները շարունակվում են, հանդիպումներ դեռ լինելու են։ Ես կարծում եմ հունվար, ամենաուշը փետրվարին մենք արդեն պատրաստ կլինենք որոշակի ավելի կոնկրետ առաջարկներ անել։ Եթե իշխանափոխություն տեղի ունենա եւ նոր իշխանությունը չկատարի, հա, ձեր բարձրադրած խոստումները կամ միգուցե ձեզ չհաջողվի, հա, այդ խոստումները կատարել, այդ դեպքում դուք քննադատելու եք նոր իշխանություններին, եթե դուք չեք, հա, նույն ուժգնությամբ եւ եթե դուք եք իշխանություն, բայց չի հաջողում կատարել խոստումներն ու բարեփոխումները, պատրաստ եք այդ մասին ներողություն խնդրել եւ հանրային պատասխանատվության։ Մեր առաջարկը նաեւ հետեւյալի մեջ է, որ եթե գալիս է իշխան, այսինքն մեր գալու պարագայում մենք ընդունելու ենք օրենք, որի պայմաններում, եթե 3 տարվա առավելագույնը 3-րդ տարում ծրագրերի առնվազն 40%-ը չիրականացվեց իշխանությունը, իրանք ուղղակի գնում են հրաժարական են տալի, ալտերնատիվա չկա եւ այդ փոփոխությունները մենք անելու ենք սահմանադրական կարգով, որովհետեւ բավական է հասարակությանը մեծ խոստումներ տան, գան ու ոչինչ չանեն։
Մենք երևի են բացառիկ դեպքերից ենք, երբ որ մենք մեր վրա այնքան սահմանափակում ենք դնելու, որ դա բավականին դժվարացնելու է մեր աշխատանքը։ Բայց մյուս կողմից մենք իսկապես համարում ենք, որ դու պիտի իշխանության գալու, ասելա թե վարչապետի պաշտոնը դարձնես ոչ թե ցանկալի, որ գան ու թակավոր դառնան, հա, գան ու իշխան դառնան ու այսենց բանից ասեն սրան ԿԳԲ-ի պատվալ է ստանում, սրա բիզնեսը ձեռից խլում ենք, պես չի կարող լինել։ Մենք պիտի ունենանք մի հատ համակարգ, որի պայմաններում պիտի կարգին մենեջերին գնանք ազգովի խնդրենք, ասենք ընկեր կգաս մեզ վարչապետ լնես, որովհետև երբ որ դա լինում է գայթակղիչ պաշտոն, թակավորի պաշտոն, ամեն աբուզամբաղ մարդ որոշում է, որ ուզում է գա այդտեղ տեղավորվի։ Քանի որ մենք Գյումրիում ենք գտնվում, կուզենայի ձեր կարծիքը իմանալ Գյումրիում տեղի ունեցածի, արդյոք քաղաքական ճգնաժամ է դարձյալ Գյումրիում եւ որպես քաղաքական միավոր դուք ինչպես եք տեսնում լուծումը, որպեսզի այս շարունակական ճգնաժամերը վերջը գա։ Ես վախենամ հիմա ունեցած գործիքակազմերով կասեցնել այս process ուղղակի հնարավոր չի լինի։ Ընտրություններին մնացել է ընդամենը 6 ամիս։ Շատ-շատերն են ասում, որ ճիշտ չի ամբողջ հույսը դնել միայն ընտրությունների վրա։ Ես դերևս չեմ բացառում, որ եթե հասարակությունը որոշի, ինչպես որ չգիտեմ, Բագրատ Սրբազանի հետևից մարդիկ կարողացան հավաքվել հրապարակում, գուցե այդ տարբերակը մարդիկ ընտրեն, բայց մենք իսկապես գտնում ենք, որ ընտրություններով հնարավոր է գնալ փոփոխությունների։ Մենք գտնում ենք, որ եթե հասարակությանը կարողանաս ճիշտ մեսիջներ հղես, կարողանաս վաստակել, սա ամենադժվար հարցն անելու, վաստակել վստահությունը, այն կորսված վստահությունը, որը հասարակությանը 1000 անգամ մեր ժողովրդին խաբել է։ Մեր ժողովրդի վստահությունը, եթե ստանաս ու մանդատն էլ համապատասխանաբար ստանաս, այդ ժամանակ կարելի է գնալ փոփոխությունների եւ ակնկալել որևէ փոփոխություն։ Ես ցավում եմ, բայց մենք դեռ 6 առնվազն գոնե 6 ամիսը մենք ունենալու ենք այս դժվարություններն, այս ճգնաժամերը, որոնք շատ դեպքերում ստեղծվում են արհեստականորեն, որովհետև ճգնաժամի պայմաններում խառնաշփոթը ավելանում է, հասարակության այդ հուզմունքն է ավելանում։ Ամենակարևոր հարցը, որ մեր ժողովուրդը կարա անի, դա գնալ ընտրություններին մասնակցելն է, երբ էլ որ լինեն ընտրությունները։ Պարտադիր պետքա գնալ ընտրությունների, կապ չունի դուք ում կտրեն։ Բացի ձեր կողմից մերժվածների, ես այս վերջերս սկսել եմ ասել մերժվածքների, գնացեք ընտրեք ցանկացածին ձեր նախասիրությամբ, բայց անպայման գնացեք, որովհետև երբ որ դու չեք բողոքող ընդդիմադիր, այսպես անհամաձայնների թիմը ընտրողների չի գնում ընտրություններին, զուտ տոկոսային հարաբերությամբ իշխանությունները վերարտադրվելու են 100% եւ դուք ստանալու եք սրանից ավելի վատ վիճակ, որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց, նշանակում է, որ մենք ապրելու ենք օտար երկրի հրահանգներով։ Ամեն օրվա ռեժիմում այսա կարող եմ խոստանալ ձեզ 100%-ով։ Ամեն օր Նիկոլ Փաշինյանը գալու է ասի. «Սահմանադրությունը Ալիևի սրտով չեղավ, պատերազմ եք ուզում, ում երեխեքի հաշվին եք պատերազմ ուզում։ Հաջորդ օրը գալու է 300,000 ադրբեջանցի Հայաստան չեկավ, պատերազմա լինելու, ում երեխեքի հաշվին եք պատերազմ ուզում»։ Շանտաժի ու վախի միջոցով սեփական ժողովրդին շանտաժի մեջ պահելով Նիկոլ Փաշինյան կատարելու է Թուրքիայի ու Ադրբեջանի եւ ոչ միայն իրենց շատ-շատերի, բոլորի, բացի մեր ժողովրդի շահերից բխող գործողությունների, մնացած բոլոր գործողություններն ու հրահանգները Նիկոլ Փաշինյանն անելու է։ Ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդը սա է ուզում։ Ես վստահ եմ, որ մենք արդեն կողմնորոշվել ենք, մնում է միայն լավ ճիշտ առաջարկ անեն մեր ժողովրդին։ 4 տարի առաջ դուք այստեղ նույն տաղավարում ասեցիք, որ չպետք է թույլ տանք հեղաշրջման փորձ, չպետք է թույլ տալ 2-րդ մարտի 1 եւ հոկտեմբերի 27։ Եվ մենք ունեցանք նաև եկեղեցականներ, որ հեղաշրջման փորձ էին ուզում անել կամ այդպիսի կոչեր էին անում, հնարավոր է այսպիսի սցենար, հա, նկատի ունենալով նաև որ ինչ ընդդիմություն ունեն։ Ես միշտ դեմ եմ եղել հոկտեմբերի 27-ներին, ինչքան էլ ես համաձայն ու հաշտ չլինեմ Նիկոլ Փաշինյանի գործողությունների եւ այդ գործողությունների հետևանքների հետ, Հայաստանում երբեք այլևս չի կարող կրկնվել հոկտեմբերի 27։ Եվ որքան էլ ես տարբեր կողմերի հետ հաշտ չլինեմ եւ համաձայն չլինեմ, Հայաստանում այլևս երբեք չի կարող կրկնվել մարտի 1, սա պետքա բացառել, որովհետև ամեն այսպիսի հարվածից հետո մենք մի 10 ու 20 տարի հետ ենք ընկնում։ Մենք որպես ժողովուրդ կորուստ ենք ունենում, ոչ միայն մարդկային զոհեր ենք ունենում, մենք նաև հոգեբանորեն եւ մեր զարգացման process-ի մեջ մենք հետընթաց ենք ունենում։ Հայաստանը չի կարող անցնել այս process-ներով այլևս երբեք եւ
Մենք պիտի ստեղծենք նաև իրավական հիմքեր այսպիսի process-ներ չկրկնվելու համար։ Դրա համար պետք է ուղղակի մի անգամ ճիշտ հիմքեր դնել, պետության կառավարման ճիշտ հիմքեր դնել մի կողմից, մյուս կողմից ջանք ու եռանդ չխնայել իշխանության գալուց հետո, որովհետև միայն այդ ժամանակ դու ունես բավարար լծակներ, աշխատել հասարակության հետ, հասարակությանը դարձնել ոչ թե լավ մարդ, ոչ թե հարկատու, հերոս հարկատու, այլ դարձնել քաղաքացի։ Հայաստանցին պիտի հասկանա, որ այս պետությունը օրվա իշխանությանը չի, սա ոչ ռուսի տունն է, ոչ թուրքի տունն է, ոչ ամերիկացու տունն է, ոչ եվրոպացու տունն է, Հայաստանը մեր հայրենիքն է։ Մենք էլ այս երկրի քաղաքացիներն ենք, մենք պահանջատեր ենք, մենք իրավատեր ենք, մենք պարտավոր ենք կրթել, ստեղծել հասարակություն, որը հետևողականորեն ոչ միայն կգնա իր պարտադիր հարկերը կվճարի կամ բանակում կծառայի կվերադառնա առանձնապես չուզելով։ Մենք պիտի հասկանանք սրա գինը, սրա արժեքը պիտի իմանանք։ Չնայած գինը սխալ բառ է, արժեքը, մեր պետության արժեքը։ Երբ որ մենք զգանք, որ ոչ թե իշխանություններին է, ոչ թե Նիկոլին ու Սերժին այս երկիրը, սա մեր երկիրն է։ Իրանք բոլորը ժամանակավոր են, յուրաքանչյուր իշխանություն ժամանակավոր է, յուրաքանչյուր դժվարություն ժամանակավոր է։ Մենք որպես ժողովուրդ հարատև ենք, մեր պետությունն էլ պիտի հարատև լինի, որ մենք ունենանք մի տեղ, որտեղ մենք ենք որոշում ներկայացնում։ Այնպես որ դրա հնարավորությունը կա 26 թվականին, ես հավատում եմ, որ մենք հաղթանակած ենք լինելու, ժողովուրդն է հաղթանակած լինելու։ Շնորհակալություն անկեղծ պատասխանների համար։ Ես հիշեցնեմ, որ երկխոսության լսարանի հյուրն էր նժար սահմանադրական շարժման առաջնորդ Նինա Կարապետյանցը։ Եթերում երկխոսության լսարանն էր։ Հաջողություն։